Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրում է, թե ինչու է վաղարշաբաթի ՏԻՄ ընտրությանը հաղթել ոչ թե ընդդիմությունը, այլ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Սրա համար ըստ նրա կա մեկ գլոբալ պատճառ։ Հիմա շատ քննարկվում է, թե ինչու քաղաքացիական պայմանագիրը հաղթեց, իսկ ընդդիմությունը պարտվեց վաղարշաբաթի ընտրություններում։ Սրա համար կա մեկ գլոբալ պատճառ, որովհետև ընդդիմությունը խոսում էր ապոկալիպսիսի, իսկ քաղաքացիական պայմանագիրը կյանքի մասին եւ մարդիկ պարզապես ընտրեցին կյանքը, մարդիկ պարզապես ընտրում են կյանքը եւ իմ համեստ կարծիքով այդպես լինելու է նաեւ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում, որովհետեւ մենք դաժան փորձությունների միջով իրար հետ անցնելով ի վերջո ապոկալիպսիսը թողել ենք անցյալում եւ այսօր ու առջևում միայն կյանքն է։ Շուրջ 5 ամիս բանտում գտնվող գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց եւս 2 ամսով։ Կարապետյանը դատանում եւս մեկ անգամ պնդել է անմեղ է եւ պետք է ազատ արձակվի, բայց դատավոր Սարգիս Դադոյանը հիմք է ընդունել 52 քննիչների ու դատախազի պնդումները, թե միլիարդատեր գործարարն ազատության մեջ կխոչընդոտի գործի քննությունը։ Շորտ նայք, քանի որ մենք նորմալ մարդիկ ենք ու լավ, պարզ է, որ ոչ կանխատեսելի չէր, ամեն ինչի ծանկակ 2 ամսով երկարաձգել, կներեք Ժողովուրդ ջան, ձեզանից էլ եմ ներողություն խնդրում, բայց ես ավելի քան սրիկայություն է, ուրիշ կերպ ավելի ցենզով չեմ կարող արտահայտվել, ես նողկալի գործողություններ ա ուղղակի, ես իրենց ասում եմ, որ ես հեշտ չեն մարսելու, պայքարելու ենք մեր ձևով ու հաղթելու ենք մեր ձևով ու Հայաստանի Հանրապետությունը ունենալու անենց ղեկավար, անենց իրավական համակարգ, ընկերներ տնտեսություն, որ բոլորը երազելու են։ Եթե այսպես կարծիք կար, որ այս որոշումը կարծես կանխատեսելի է, քանի որ քաղաքական շրջանառվում է, որ դիպատիվների, ինչքան հոգևորականների, նաև պարոն Կարապետյանի կալանքի տակ եմ պահելու։ Այսինքն դες համար կանխատեսելի է այս որոշումը։ Ես քիչ առաջ արդեն անդրադարձա, նորից եմ ասում, կեղտոտ գործողությունները, ուրիշ ոչ մի բան։ Թե կանխատեսելի էր, ասում եմ, որ ամեն ինչի ծանկակ որևիցե նորմալ մարդ չի կարող պատկերացնել, որ այսպիսի շարունակություն կարող ունենա 5 ամիսը, չեմ ուզում ասեմ հասկացանք, բայց ամեն ինչ գնաց, այս գործերի, այս փուչ դատարկ, այս գործերի, ջուր ծեծոցու շրջանակներում վերջը այսօր պետք է այդ ամեն ինչը ավարտվեր, որտեղ տոտալ բացակայություն կա որևիցե իրավական հիմքի, որևիցե բանի։ Իսկ ասում եք պայքարը շարունակելու եք։ Միանշանակ գործողությունների մասին հետագայում կներկայացնենք ինչ ունենք անելու, բայց պայքարելու ենք, ու էլ ոնց ենք պայքարելու, հաղթելու ենք։ Դե այսօր կարծում եմ, ցիվիլ մարդիկ ենք։ Շնորհակալ եմ ձեզ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, անդրադարձել տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորություններին եւ կարեւորությանը, երկուստեք ընդգծել սահմանազատման գործընթացի շարունակականության կարեւորությունը։ Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ հանդիպել է նաեւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նրանք քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգի հարցեր։ Անդրադարձ է կատարվել առաջիկա ծրագրերին եւ գործընկերության օրակարգը նոր նախաձեռնություններով լրացնելու, այդ թվում Հայաստանի դիմակայունության շարունակական ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Արարատ Միրզոյանը եւ Մագդալենա Գրոնոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ, տրանսպորտային ու տնտեսական փոխկապակցության ցանցի ընդլայնման համատեքստում ընդգծվել է ԵՄ համաշխարհային դարպաս եւ Հայաստանի խաղաղության խաչմերուկ ծրագրերի համադրելիությունը, անդրադարձ է կատարվել դրանց կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների արդյունքում հաստատված խաղաղության արդյունքում ստացված հնարավորությունների լավագույնս իրացման եւ խաղաղության հետագա ամրապնդման նոր ջանքերի շուրջ։
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ աշնանային նստաշրջանի շրջանակում Ստամբուլում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների հանդիպում երկու երկրների խորհրդարանների նախագահների միջև մեկ ամիս առաջ Ժնևում ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա։ Կողմերը ընդգծել են Վաշինգտոնի գագաթնաժողովի դրական դերը եւ կարծիքներ են փոխանակել ձեռք բերված պայմանավորվածությունների, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդման ուղղված հաջորդ քայլերի, նաեւ գործընթացին երկու երկրներում խորհրդարանական աջակցության կարեւորության վերաբերյալ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վեճը, որը 30 տարի անկայունության աղբյուր է եղել Կովկասում, նոր փուլ է մտել։ Ադրբեջանն ու Հայաստանը սկսել են իրենց խնդիրները լուծել բանակցությունների եւ քննարկումների միջոցով, ինչպես կարևոր է ԵԱՀԿ-ի համար։ Հուսով եմ, որ երկու երկրների միջև երկարատև համաձայնագրի հասնելու դեպքում եւ Կովկասյան տարածաշրջանը եւ մեր ավելի լայն տարածաշրջանը ձեռք կբերեն խաղաղության մթնոլորտ։ Առաջիկա 6 ամիսների ընթացքում սպասվում է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այցելությունների շարք Հայաստան, որը կդառնա երկխոսության սկսված գործընթացի շարունակությունը, հայտնել է ադրբեջանական Ռեփոլ փորձակալությունը մեջբերելով Հարավային Կովկասի ուսումնասիրությունների ադրբեջանական կենտրոնի նախագահ Ֆարհադ Մամեդովին։ Նրա խոսքով հոկտեմբերի 22-ին ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան փոխգործակցության ավելի լայն ծրագրի մաս էր։ Մեր ուղևորությունը միանգամյա գործողություն չէր, այլ գործողության մաս է, որը ենթադրում է Հայաստան-ադրբեջանական պատվիրակությունների ապագա այցեր եւ հայկական պատվիրակությունների այցեր Ադրբեջան։ Հետևաբար ենթադրվում է, որ մենք առնվազն առաջիկա 6 ամիսների ընթացքում եւս մի քանի անգամ կայցելենք Հայաստան։ Հնարավոր է խոսքը ոչ միայն մայրաքաղաքի, այլև առանձին շրջանների մասին է, նշել է նա։ Մամեդովն ընդգծել է, որ հայկական պատվիրակության այցը Ադրբեջան նախատեսված է մինչև տարեվերջ եւ արդեն որոշվել է կոնկրետ ամսաթվերը։ Նա սակայն չի նշել հստակ ամսաթիվը։ Գործընթացը կիրականացվի առաջիկայում հանրությունը ժամանակին կտեղեկացվի ժամանման, քննարկումների ընթացքի եւ դրանց արդյունքների մասին։ Մեզ համար կարևոր է ոչ միայն հանդիպումը, այլև շոշափել է արդյունքները, քննարկվելիք թեմաները եւ կոնկրետ նախագծերի իրականացումը, ընդգծել է ադրբեջանցի փորձագետը։ Նա հավելել է, որ հայկական պատվիրակությունը հանդիպումներ կունենա եւ ադրբեջանական աշխատանքային խմբի եւ իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Ռուսաստանը չի մասնակցի Ուկրաինայում ընթացող պատերազմի շուրջ վաղը Թուրքիայում նախատեսված բանակցություններին, հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Զելենսկին Ստամբուլում հանդիպելու է թուրք բարեկամների, հավանաբար նաև ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ։ Մենք կսպասենք այս բանակցությունների արդյունքներին, ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը, պնդելով, որ Մոսկվան այսօր շարունակում է բաց մնալ բանակցային գործընթացի համար։ Մեր դիրքորոշման մասին տեղյակ են եւ Վաշինգտոնում, եւ Ստամբուլում, եւ Կիևում, ասել է Պեսկովը։